բնության զարթոնք, կանանային թարմություն և ծաղիկների առատություն, այս ամենը թղթի ու նշպաճաշակ նկարչության միջոցով ներկայացվեց գյումրեցի հայտնի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի հեղինակային ցուցահանդեսի ընթացքում։ Ցուցահանդես, որն իր տեսակի մեջ եզակի էր և ուներ կանանային թարմություն։ Այս գարունը դեռևս նոր չի բացվել հայերի համար։ Այս օրը եղեռնական պահանջարկը չի բացվել, ինձ թվում է դա բացվեց 15 թվականի հաջորդ առավոտը հենց։ Հիմա ավելի այդ ամպլիտուդը բարձրանում է, սրտի տրոփը ուժեղանում է, մոտենում է ապրիլի 24-ը։ Եվ եկեք բոլորս միասին շնորհակալ լինենք Տիկին Մկրտչյանից, որ ինքը կարողացել է իր մտքի, ձեռքի, իր ամբողջ երևակայական աշխարհի և իհարկե գեղարվեստի ու Աստծո մասնակցությամբ մեզ հրամցնել այս գեղեցիկ ցուցահանդեսը, որի ամեն մի թուղթը, որ դարձել է շատ հետաքրքիր գեղարվեստական խոսք ու արժեք, ասում է շատ բան և հայի մասին, և մեր մասին բոլորի, և իհարկե անձամբ նկարչի մասին։ Այսօր այս ցուցահանդեսը կհանդիսանա կյանքի նոր գյումրեցու համար, նոր կյանք ստեղծելու խորհրդանիշ, մեկը մյուսին սիրելու։ Սուսաննա Մկրտչյանի խոսքերով պատահական չի ընտրված նաև ցուցահանդեսի խորագիրը «Ծաղիկները սերունդների», որի տողատակերում առավել մեծ իմաստ և թանկուն երազանքներ կան։ Այս անգամ էլ Տիկին Սուսաննան կազմակերպելով հերթական իր անհատական ցուցահանդեսն արվեստը գնահատողներին ներկայացավ նկարներով, որոնք գորշ իրականության մեջ լույսի շողեր և լավատեսական տրամադրություն է փորձել հաղորդել։ Մի քանի օր առաջ ես ինձ մտածում էի, թե մանավանդ լրատվություն եմ կարդում, մտածում էի, թե այս ինչ դարձավ մեր կյանքը, շատ դառն է, անընդհատ վատ էմոցիաներ, անընդհատ վատ լուրեր ենք ստանում, հաղացավ այն միտքը ցուցահանդեսի, որ արդեն գարուն է և նաև 100-ամյակը մենք պիտի պատշաճ նշենք, իմ ցուցահանդեսի տողատակում նաև Եղեռնի 100-ամյակն է, որովհետև երբ ես վերնագրում եմ ծաղիկների սերունդներին, դա նշանակում է նաև այն հեռուներին 100 տարի առաջվա այն անթաղ շիրիմներին, որոնց մենք չկարողացանք ծաղիկներ դնել, և նաև մեր այն բոլոր ընկերներին ու բարեկամներին, որոնք հիմա մեր երկրում չեն, վտարանդի են և նրանց ոչ մի առիթով, ոչ տխրության, ոչ ուրախության առիթով ծաղիկներ չես կարող նվիրել։ Եվ ընդհանրապես ուզեցի ծաղիկներս նվիրեմ իմ ընկերներին, իմ ծանոթներին, իմ քաղաքին, իմ բարեկամներին։ Իսկ
Իսկական արվեստագետը ժամանակ առ ժամանակ պետք է իր ստեղծագործական կյանքում բեկում մտցնի, հանդես կան նոր մտահղացումներով, ասում է Գյումրու գեղագիտական կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը։ Մարդով իր կյանքն ու սերը նվիրել է նկարչությանը և ստացել իր տեսակի մեջ ինքնատիպ ոճ, որը դեռ որևէ տեղ չի կիրառվում, և նա այդ գործերն անվանել է ռելիեֆային աշխատանքներ։ Ցուցահանդեսը իմ վրա մեծ տպավորություն է թողել, ինձ վրա մեծ տպավորություն է թողել, ես միշտ էլ հիացած եմ եղել Սուսաննայի գեղանկարչական մտածողությամբ, նրա նուրբ կանացիությամբ, որը կարմիր թելի պես անցնում է ստեղծագործությունների բոլոր գրեթե բոլոր ստեղծագործությունների միջով։ Ինքը իհարկե բազմաշերտ նկարչուհի է, աշխատել է բոլոր բնագավառներում, թե գրաֆիկայի և թե հետո կարևոր որ նաև ինքը կարողանում է Գյումրվա կոլորիտը համադրել նոր դրսից նոր եկող շնչի հետ ու ստեղծելով մի տեսակ յուրատիպ սինտեզ, որը զուտ մկրտչյանական է, զուտ Սուսաննային է հատուկ, նույնիսկ ես մտածել ակերպը ռելիեֆային գեղանկարչությունը, որին հազվադեպ ենք հանդիպում։ Այցելուները նշում են, որ հեղինակն առանձնանում է իր աշխարհայացքով, ճաշակով և արվեստի հանդեպ ունեցած անհատական մոտեցումներով։ Լուսինե Պողոսյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։